Տեղեկատվական դարաշրջանի բարդությունները, քաղաքական խճճված լանդշաֆտները, մշակութային տեղաշարժերը եւ սոցիալական վերափոխումները կարող են բացասական ազդեցություն ունենալ երեխաների, դեռահասների եւ երիտասարդների վրա։ Այդ ազդեցությունները կարող են ներառել տեղեկատվության ծանրաբեռնվածություն, վնասակար բովանդակության ազդեցություն, նորմերին եւ ակնկալիքներին համապատասխանելու ճնշում, քաղաքական բևեռացում, հոգեկան առողջության մարտահրավերներ, գաղտնիության կորուստ, անցանց սոցիալական կապերի բացակայություն եւ ավանդական արժեքների եւ նորմերի խարխլում։ Շատ կարևոր է, որ ծնողները, մանկավարժները, հասարակությունը տեղյակ լինի այդ մարտահրավերներին եւ արդյունավետ ռազմավարություններ եւ միջոցներ ձեռնարկի դրանց լուծման համար, խթանի հուզական ինտելեկտը, թվային գրագիտությունը, քննադատական մտածողությունը եւ ստեղծի անվտանգ եւ ներառական միջավայր նրանց բարեկեցության եւ կողմնորոշման, ճկունության ապահովման համար։ Ահա 10 հուշում, թե ինչպես մենք մեծերս կարող ենք օգնել երեխաներին, դեռահասներին, երիտասարդներին կողմնորոշվել արդի այս բարդ եւ ճգնաժամերով լի այս աշխարհում եւ սովորեցնել նրանց պահպանել հոգեկան հավասարակշռությունը եւ կայունությունը։ Հուշում համար 1. Խթանեք բաց հաղորդակցությունը եւ ցուցաբերեք հուզական աջակցություն։ Անվտանգ եւ աջակցող միջավայր ստեղծելու համար անհրաժեշտ է բաց հաղորդակցության ուղիների ստեղծումը։ Խրախուսեք նրանց ազատորեն արտահայտել իրենց մտքերը ու զգացմունքները, իմանալով, որ դրանք կընկալվեն առանց ավելորդ եւ ոչ ադեկվատ ռեակցիաների, առանց դատապարտման կամ քննադատության։ Ակտիվ եւ ուշադիր ձևով լսեք նրանց մտահոգությունները, հարցերը, զգացմունքները, անհանգստությունները, վախերը, ցուցաբերեք կարեկցանք, ըմբռնում եւ իրենց հետ կատարվողի արժևորում։ Օգնեք նրանց հասկանալ իրենց շուրջ կատարվածը, փորձը փորձառության վերածելով համատեղ վերլուծությունների շնորհիվ։ Թույլ տվեք նրանց իմանալ, որ իրենց զգացմունքները, մտքերը, անհանգստությունները բնական են եւ նորմալ, եւ վստահեցրեք նրանց, որ իրենք միայնակ չեն մարտահրավերներին դիմակայելու առկա իրավիճակներում։ Նրանց պետք է իմանալ, որ կողքին կա գիտակից հավասարակշռված, բաց, հասկացող մեծահասակ, ով կարող է նրանց օգնել։ Հուշում համար 2. Սովորեցրեք նրանց հոգեպես առողջ լինել եւ խթանել ինքնահոգացությունը։ Օգնեք հասկանալ հոգեկան առողջության հայեցակարգը եւ դրա կարեւորությունը։ Սովորեցրեք նրանց ճանաչել ու հասկանալ սեփական զգացմունքները, հոգեկան վիճակները եւ ընդունել դրանք։ Օգնեք նրանց խորել ինքնահոգացության մասին։ Բարձրացրեք նրանց իրազեկությունը հոգեկան առողջության ապահովման մեթոդների, խնդիրների, դրանք արդյունավետ կանխարգելման կամ կարիքի դեպքում լուծման վերաբերյալ։ Ինքնահոգացության պրակտիկաներ սովորեցնելը կենսական նշանակություն ունի մարդկանց մտավոր եւ ֆիզիկական բարեկեցությունը ապահովելու համար։ Օգնեք նրանց որդեգրել առողջ սովորույթներ, ինչպիսիք են կանոնավոր ֆիզիկական վարժությունները, արդյունավետ հանգիստը, բնության հետ շփումը, հոբիներով զբաղվելը, էկրանային ժամանակը սահմանափակելը, սոցիալական կյանքի հավասարակշռումը, բավարար քնելը եւ այլն։ Կարևոր է, որ դուք եւս մյուսներին սովորեցնելուց եւ խորհուրդ տալուց առաջ փորձեք նույն պրակտիկաները կիրառել։ Հաճախ երեխաների եւ դեռահասների հոգեկան վիճակները ընտանիքի, իրենց շրջապատող մեծահասակների վիճակի արտացոլումն են։ Ուստի կարևոր է, որ մեծերը ինքները եւս կարողանան սեփական խնդիրները լուծել։ Հուշում 3. Սովորեցրեք սթրեսի կառավարման հմտություններ։ Բազմաթիվ ճգնաժամերի եւ արագ փոխակերպումների պայմաններում սթրեսի կառավարումը դառնում է կարևոր հմտություն։ Զինեք նրանց սթրեսի կառավարման տարբեր մեթոդներով։ Օրինակ, սովորեցրեք ինչպես ինքնակարգավորվել բարդ, նյարդային, լարված իրավիճակներում շնչառական վարժությունների, ուշադրության կենտրոնացման եւ հուզական ինքնակարգավորման այլ մեթոդներով։ Այստեղ կարևորում են նաեւ ժամանակի կառավարման, գործունեության պլանավորման արդյունավետ ռազմավարությունները։ Կարևոր է օգնել նրանց բացահայտել այն գործոնները, որոնք առավելապես բերում են սթրեսային իրավիճակների եւ փորձել համատեղ մշակել սթրեսի հաղթահարման անհատական ռազմավարություններ։ Ծնողները, մանկավարժները, հոգեկան առողջության մասնագետները պետք է զգոն լինեն երեխաների, դեռահասների եւ երիտասարդների մոտ անհանգստության այնպիսի նշանների հայտնաբերման հարցում, ինչպիսիք են տագնապայնությունը, չափից ուժգին անհանգստությունը, ձյուրագրգռությունը, կենտրոնանալու դժվարությունները, քնի խանգարումները, ինչպես նաեւ ֆիզիկական ախտանիշներին ուշադիր լինել, գլխացավ, ստամոքսի ցավ։ Վաղ միջամտությունը, աջակցությունը եւ մասնագիտական ուղղորդումը կարող են օգնել անհատներին զարգացնել նման իրավիճակների հաղթահարման մեխանիզմներ եւ ճկունություն։ Հուշում համար 4. Խրախուսեք սոցիալական կապերը։
Դրական սոցիալական կապերը զգալի դեր են խաղում կայունության զգացման, վստահության կառուցման, հոգեկան առողջության պահպանման գործում։ Օգնեք նրանց հասկանալ առողջ սոցիալական կապերի կարևորությունը եւ ուղղորդել արդյունավետ հաղորդակցության եւ կոնֆլիկտների լուծման։ Խրախուսեք ձեր մտերիմներին ստեղծել, պահպանել եւ զարգացնել մտերիմ հարաբերություններ ընկերների, ընտանիքի անդամների, կարևոր մեծահասակների, իրենց աջակցող մարդկանց հետ։ Առիթներ ստեղծեք սոցիալական տարբեր փոխազդեցությունների համար։ Այստեղ կարող են լավ օգնել ընտանեկան, ընկերական սովորույթներ ստեղծելը, համատեղ հետաքրքիր ժամանցի պլանավորումը եւ միասին շփումները։ Հուշում համար 5. Տրամադրեք ճշգրիտ տեղեկատվություն։ Քաղաքական, մշակութային եւ սոցիալական անընդհատ վերափոխումների ժամանակ ճշգրիտ տեղեկատվությունը կենսական նշանակություն ունի։ Այն հնարավորություն է տալիս կառուցել վստահություն, խուսափել անընդհատ տագնապային վիճակներից։ Օգնեք երեխաներին, դեռահասներին եւ երիտասարդներին ստանալ հուսալի եւ իրենց տարիքին համապատասխան տեղեկատվություն ճգնաժամերի եւ դրանց ազդեցության մասին։ Մի թաքցրեք տեղեկատվությունը, նորությունները, լուրերը, դրանք միևնույն է, դրանք իմանալու են։ Փորձեք հնարավորինս իրենց հասկանալի լեզվով եւ գաղափարներով բացատրել կատարվողը եւ վստահեցնել, որ դուք իրենց կողքին եք եւ պաշտպանում եք իրենց։ Ազնվորեն արձագանքեք դրանց հարցերին եւ մտահոգություններին, կենտրոնանալով փաստերի վրա։ Փորձեք խթանել բաց միտքը, մտածողության ճկունությունը, խնդիրների լուծման հմտությունները եւ անվտանգության ուղենիշներին հետևելու կարեւորությունը։ Հուշում համար 6. Խրախուսեք ինքնաարտահայտումը։ Երեխաները, դեռահասները, երիտասարդները կարող են ունենալ ապագայի նկատմամբ անորոշության եւ անապահովության զգացում, քանի որ նրանք ականատես են լինում գլոբալ այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, տնտեսական անկայունությունը կամ քաղաքական անկարգությունները։ Հասարակության ակնկալիքներին, ակադեմիական պահանջներին եւ թվային միտումներին համահունչ մնալու ճնշումը կարող է ավելի խորացնել անհանգստության ախտանիշները։ Ինքնաարտահայտումը հույզերի եւ փորձառությունների շուրջ մտորումների զարգացման հզոր գործիք է։ Տրամադրեք ստեղծագործական ինքնաարտահայտման հնարավորություններ այնպիսի գործունեության միջոցով, ինչպիսիք են արվեստը, գրելը, երաժշտությունը։ Խրախուսեք նրանց արտահայտել իրենց մտքերը, զգացմունքները եւ փորձառությունները ապահով եւ ոչ դատապարտող միջավայրում։ Սա թույլ է տալիս նրանց տեսնել աշխարհը յուրովի, խորանալ իրերի ու երևույթների էության մեջ, խոսել իրենց լեզվով, ինքները իրենց հետ։ Հուշում համար 7. Խթանեք կարեկցանքը եւ հանդուրժողականությունը։ Երբ հասարակությունները ենթարկվում են խիստ ցնցումների, քաղաքական, մշակութային եւ սոցիալական վերափոխումների, արժեքային երկրաշարժերի, մեզ համար սովորական դարձած երևույթների վերաիմաստավորման, կարեկցանքի եւ հանդուրժողականության խթանումը դառնում է խարսխի պես կարևոր։ Խրախուսեք ձեր մտերիմներին զարգացնել կարեկցանքը իրենց շուրջ գտնվող մարդկանց հանդեպ։ Սովորեցրեք եւ օգնեք նրանց ընդունել դիմացինին, հասկանալ նրանց, ապրումակցել, հոգատարությամբ վերաբերվել։ Խրախուսեք, որ նրանք անտարբեր ու փակ չլինեն։ Օգնեք նրանց տարբեր ծագում ունեցող եւ մշակույթ ունեցող անհատների նկատմամբ հարգալից լինել, փորձել ճանաչել մշակութային առանձնահատկությունները։ Սովորեցրեք նրանց ակտիվորեն լսել, դիտարկել իրենցից տարբերվող տեսակետները եւ հարգալից երկխոսություն վարել։ Ստեղծեք ներառական միջավայր, որտեղ նրանք կարող են սովորել միմյանցից, միմյանց փորձից եւ խթանել փոխըմբռնումը հասարակական փոփոխությունների ֆոնին։ Հուշում համար 8. Սովորեցրեք քննադատական մտածողություն եւ լրատվության գիտակցված սպառում։ Քաղաքական, մշակութային եւ սոցիալական փոխակերպումների այս ակտիվ դարաշրջանում կողմնորոշվելու համար կարևոր է զարգացնել քննադատական մտածողության հմտությունները։ Օգնեք մարդկանց հասկանալ առկա գլոբալ խնդիրները եւ դրանց փոխկապակցվածությունը, իրադարձություններն ու առկա մարտահրավերները։ Խրախուսեք նրանց վերլուծել բարդ քաղաքական եւ սոցիալական դինամիկան թե լոկալ, թե գլոբալ տեսանկյունից։ Խրախուսեք նրանց տեսնել աշխարհը տարբեր կողմերից, քննել եւ զննել կատարվողը, փորձել հասկանալ, այլ ոչ միայն կրկնել ստացված տեղեկատվությունը։ Սովորեցրեք նրանց ուսումնասիրել տարբեր մշակութային, պատմական եւ սոցիալ-քաղաքական համատեքստեր, հնարավորություն տալով նրանց ավելի լայն պատկերացում կազմել աշխարհի մասին եւ կատարել տեղեկացված դատողություններ։ Տեղեկատվական դարաշրջանում, որտեղ լրատվամիջոցները կարևոր դեր են խաղում կարծիքների ձևավորման գործում, կարևոր է սովորեցնել տեղեկատվության քննադատական, գիտակցված սպառման հմտություններ եւ մոտեցումներ։
Օգնեք նրանց զարգացնել մեդիա գրագիտությունը, սովորեցնելով նրանց քննադատաբար գնահատել մեդիա աղբյուրները, բացահայտել մանիպուլյացիաներն ու կողմնակալությունը, տարբերակել վստահելի տեղեկատվությունը և ապտղիկզվությունը, ուշադիր լինել սեփական մեդիա բովանդակությունը ստեղծելիս։ Խրախուսեք նրանց փնտրել տարբեր տեսակետներ, ստուգել փաստեր և մասնակցել քաղաքական և մշակութային բարդ հարցերի շուրջ մտորումների, վերլուծությունների և կառուցողական քննարկումների անցկացմանը։ Հուշում համար 9. Զարգացրեք թվային քաղաքացիության հմտությունները։ Թվային դարաշրջանում բարդ քաղաքական և մշակութային լանդշաֆտերում առցանց նավարկելը պահանջում է թվային գրագիտություն և թվային քաղաքացիության հմտություններ։ Երեխաներին, դեռահասներին և երիտասարդներին սովորեցրեք պատասխանատու, ազնիվ, գիտակցված, էթիկական նորմերը հարգող թվային վարքագիծ։ Սա ներառում է հարգանք ուրիշների կարծիքների առցանց արտահայտումների հանդեպ, տարբեր քննարկումներին կառուցողական մասնակցություն և պայքար առցանց ոտնձգությունների և ատելության խոսքի դեմ։ Խրախուսեք նրանց օգտագործել թվային հարթակները որպես դրական սոցիալական փոփոխությունների գործիքներ և զինել նրանց առցանց անվտանգության գոնե բազային հմտություններով և կարողություններով։ Օգնեք նրանց հասկանալ ինտերնետային անվտանգության հիմնական կանոնները։ Հուշում համար 10. Խթանեք ճկունությունը և հարմարվողականությունը։ Անընդհատ փոփոխվող աշխարհում ճկունությունն ու հարմարվողականությունը վճռորոշ գծեր են։ Սովորեցրեք նրանց բարդ խնդիրներում կողմնորոշվելու, խնդիրները լուծելու հմտություններ, ճկունություն և անորոշությունը ընդունելու կարողություն։ Խրախուսեք նրանց մարտահրավերները դիտարկել որպես աճի հնարավորություններ և ընդհանուր առմամբ զարգացնել աճի մտածելակերպ։ Օգնեք նրանց ընդունել դժվարությունները որպես մարտահրավերներ և համատեղ լուծումներ առաջարկել։